Ալեքսեյ Սանդիկով։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, այնպես ստացվեց, որ նախորդ երկու գումարումների ընթացքում այս հանձնաժողովը ղեկավարել է ընդդիմադիր, մեր քաղաքական ուժերը, եւ այս գումարման ընթացքում այնպես ստացվեց, որ ամենապրոռուսական քաղաքական ուժը հավակնում է ղեկավարել եվրոպական ուղղությունը եւ պրո-արևմտյան, եթե կարելի այդպես կոչել, քաղաքական ուժը որոշեց ղեկավարել ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը։ Արդյոք դուք տեսնում եք ԵԱՏՄ-ում մեր զարգացման հեռանկարները եւ եթե, ինչպես մենք հարցրեցինք մեր ընդդիմադիր գործընկերներին, եթե լինի հանրաքվե ԵԱՏՄ կամ ԵՄ, դուք ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Սանդիկով։ Նախ սկսեմ առաջին հարցից։ Ես պատրաստ եմ ղեկավարել այս հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ լիիրավ անդամ է եւ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շահառու հենց երկիր է, սպառող երկիր է եւ ԵԱՏՄ ապրանքաշրջանառության մեջ ունի իր կարևոր դերը եւ այն 8 միլիարդը, որը նշեցի, դրանից մոտ 3 միլիարդը արտահանումն է, իսկ 5 միլիարդը ներմուծումը։ Այսինքն Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ոչ միայն տվող, այլև ստացող պետություն է։ Այսօր մեր քաղաքականությունը այն է, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ, աշխատել եւ համագործակցել մեր գործընկեր պետությունների հետ։ Ինչ վերաբերվում է հանրաքվեին, ինչպես նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսօր մենք եւ այլընտրանք չունենք հանրաքվե իրականացնելու համար։ Արձագանք։ Շնորհակալ եմ, շատ ճիշտ եք, վարչապետը վերջերս միջկառավարական նիստի ժամանակ նաեւ նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին տվել է ավելի շատ, քան ստացել է, գումարային առումով, եւ կարծում եմ այս պարագայում մեր համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում դեռ շատ ու շատ անելիքներ ունի, շատ ու շատ հեռանկարներ ունի եւ ես վստահ եմ, ես ինքս արդեն վերջին նախորդ երկու գումարմանը եւ այս գումարման ընթացքում հավակնում եմ լինել ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ, վստահ եմ, որ մենք այս պարագայում անելիքներ շատ ու շատ ունենք եւ ակնկալում եմ, որ դուք ղեկավարելով այս հանձնաժողովը կկոտրեք այն կարծրատիպերը, որ ամենապրո արևմտյան քաղաքական ուժը կարող է նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում շատ մեծ հաջողություններ ունենալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սանդիկով։ Իհարկե Հայաստանի շահին պետք է ծառայել եւ ծառայել անմնացորդ։ Ինչ վերաբերում է այսօր ընդդիմությանը պրո-եվրոպական խոսքին, իհարկե շատերս հասկանում ենք, որ դա ընդհանրապես խոսքեր են եւ ոչ թե համոզմունք, իսկ մեր դեպքում դա գործ է, աշխատանք միտված Հայաստանի Հանրապետության շահին։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ ընդմիջում 30 րոպե։